գիտնականների վերաբերյալ լավագույն բանը իր այս պահին է նա, որ մի քանի ամսից ակադեմիան ըստ էության լուծարվելու է։ Այսինքն գիտեն բոլորը, որ օգոստոսից ակադեմիա չի լինելու։ Էլ իրենք ուղիղ, չգիտեմ, այդ ֆինանսավորումը չեն ստանալու։ Բայց Նիկոլը գնում է ակադեմիկոսների հետ հանդիպման, գնում է, չգիտեմ, սաղերն ընդունում է իրան եւ այլն, մի ծպտուն, ցենց բան, մի տեղից չի հնչում, որ ասենք, բայ հետո ինչ ա դուրս տալիս, ինչ ա լինել։ Մեկը փակելու են, չէ՞, մեկը հանելու են ժողովուրդը։ Գիտությունը ինչին, մաքուր գիտությունը, ինչին, եթե մարդու ասենք բանին, ինչ որ ինքը կյանքում արել է եւ այլն, ու դեռևս պետք է իրանք միավորվեն ինչ որ բաների հետ, համասարանների հետ, ես ինչ, թե ինչպես միշտ հայտնի չի թե ինչ է լինելու, ոչ ոք տեղեկ չի դա ինչ է լինելու, ով որտեղից է փող ստանալու, ով է մնալու, ով է դուրս գալու եւ այլն։ Ես չեմ ասում, որ ակադեմիայում ով աշխատում է իրենք մեծ գիտնականներ են եւ այլն, ես աշխատել եմ գրականության ինստիտուտում, եղել եմ գիտքարտուղարը, շատ լավ գիտեմ ինչ է կատարվել տարիներ շարունակ, ինչ խայտառակություն է եղել, հիմա ավելի մեծ խայտառակություն է եւ այլն, բայց ամեն դեպքում մարդուն իրանք բոլորը հեսա հայտնվել են գործազուրկի կարգավիճակում, այդ ակադեմիկոսները դառնալ են ՀԿ, պետությունը իրենց թույլ չի տալիս ակադեմիկոսի նոր մրցույթ անել արդեն 10 քանի տարի է, սպասում են, որ բոլորը մեռնեն պրծնեն, էլի, ու մեկը մի ծպտուն չի անում։ Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube-յան ալիքում։